Արգերի զողովորդ կներեք, լայնս մի պիշ կտրված է, ես մեկ շաբաթից ավելա կտուզիմ եմ ազատության հրապարակություն և արդյենք իրականացնող ընդեմ այս ապորենությունների իշխանության սարկաթես հդրությունների մեխանիզմի դեմ հավաքում եք ստովագրահավոր և ի տարբերության ինած բաժանում եք այրին այս պակեզը, որը պարծված է ինդոշյա։ Ողջունում եմ Հայաստանի ժողովրդավարական կոմունիստական կուսակցությանը իր նախագահ Արթուր Ֆարմանյանի, որ այսօրվա դրությամբ այս կալքլու վիճակում կարեցել է համախմբի գոնե 2 տասնյակ ժողովուրդ և ավանդել ենք լսում եք մեկս մենք քննարկում ենք տարբեր բաներ։ Ժողովուրդ հես իշխանությունը 32 տարվա կերել է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Իրականում ստեղծել են կներեք արտահայտությանս համար մի կազինո, այդ ընտրական սխեմաները և դրանով ավել ժամանակ իշխանությունը կերում է ընտրությունները, որովհետև այդ սխեմայի մեջ հասարակ մարդը, հասարակ պայքարողը, քաղաքացի տեղ չունի, որովհետև այդ մեխանիզմը գրել են իրան և իրավետում են այդ մեխանիզմի հնարքներին իրան։ Այս վերջի սերուն իշխանությունը ավելի շատ աշխարհարական հնարքներ ունի, քանի որ 18 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կախարդական փայտիկ մենակ կիպ ունի և կախարդական փայտիկով հարցը ցույցի։ Մենք ամուսվեցի ես 3 ընտրություններին, այս 8 տարվա իշխանության ժամանակ, որ իրականում ունի կախարդական փայտիկ, այդ կախարդական փայտիկի անունը Օծակ ավելվածն է, և այդ մարդը անում է Օծակ ավելվածով իրական։ Օրինակ, ընտրություններից առաջ ավելացնելով ձեր ֆոշակները 10,000 դրամ, քանի որ բոլորս էլ ապրում ենք, գիտենք, բյուջեն 1 ամիս առաջ մեր տներում բաշխում ենք, էլի, աշխատաբացը ֆոշակ ինչի վրա պետքա ծախսել։ 25 թվականին չկար բյուջե քննարկման ժամանակ ձեզ ֆոշակ, բայց ընտրություններից 2 ամիս առաջ հայտնվա դիժկոմիտեից 10,000 դրամ։ Ընտրությունները չավարտած կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ արդյունքները չէր հայտարարել, Հայաստանի Հանրապետությունում ակցիզայի վարկը թանկացավ։ Էդի 10,000 դրամներ դրով։ Դες իրազեկ եմ իմանել։ Դա կոչվում է ընտրակաշառք։ Այնքանով որ պետք է հասկանանք, պետք է գիտակցենք և պետք է չտրվենք այդ մանիպուլյացիվ սրբիների մոհացել։ Շնորհակալություն։